Բարի երեկո, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի նախագահ Արմինե Մարգարյանն է։ Բարի երեկո։ Բարև ձեզ։ Արմինե, մեր զրույցը սկսենք նրանից, որ խնդրեմ ձեզ ձևակերպել Հայաստանի երկարաժամկետ ռազմավարական ընտրությունը, եթե այդպիսի ընտրություն երևակվում է, բայց դա իրականության մեջ էլի, ոչ թե հայտարարությունների մակարդակում։ Ինչպիսին ես եմ պատկերացնում, թե ինչպիսին ես եմ տեսնում։ Ինչպիսին դուք հետևություն եք անում պաշտոնյաների հայտարարություններից եւ գործողություններից։ Երկարաժամկետ ռազմավարական ուղղությունը։ Այո։ Դե կարծում եմ, այստեղ պետք է ընդգծել առաջինը դիվերսիֆիկացման եւ դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը, համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգը, թերևս այս երկուսը։ Իսկ այդ դիվերսիֆիկացիան եւ համապարփակ անվտանգությունը, դրանք հստակ ռազմավարական դոկտրիններ են, թե իրավիճակային լուծումներ։ Եթե խոսենք ՀՊԱ-ի մասին, ապա կարող ենք իրեն ձևակերպել որպես դոկտրին։ Եթե խոսենք դիվերսիֆիկացիա արտաքին քաղաքականության մասին, դա արտաքին քաղաքականության ուղղություն է։ Այսինքն ինքը գործիք է, բայց որպես դոկտրին կամ հայեցակարգ առանձին ինքը չեմ կարող է լինել, եթե մեր հիմնական դոկտրինը ունի տնտեսական ուղղվածություն եւ այդ դոկտրինից բխում են 6 ռազմավարություններ, դրանցից մեկը կլինի արտաքին քաղաքականություն եւ անվտանգություն եւ դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը կներառվի այդտեղ։ Ու եթե մենք դիվերսիֆիկացիայի անհրաժեշտություն ունենք, բնականաբար մենք ունենք կախվածություն, չէ՞, ենթադրաբար, ինչն է այդ դեպքում էլ դիվերսիֆիկացնում։ Հայաստանը դուրս է գալիս իսկապես Ռուսաստանի ազդեցությունից, թե ուղղակի կախվածության ձևն է վերափոխվում։ Գիտեք, ժամանակակից միջազգային հարաբերություններում չեն կարող գտնել որևէ միջպետական հարաբերություններ, որտեղ չկա կախվածություն։ Եվ դա շատ օբյեկտիվ է, նորմալ է, որ պետք է լինի կախվածություն, որտեղ այդ կախվածությունն է նաև կանխորոշում, թե որքանով են կողմերը հավատարիմ մնալու իրենց կողմից ստանձնած պարտավորություններին։ Բայց շատ կարևոր է, որպեսզի այդ կախվածությունը չլինի միակողմանի կախվածություն։ Այսինքն երկուստեք լինի կախվածություն, այլ բառերով երկուստեք լինի փոխշահավետ համագործակցություն։ Եթե այս տրամաբանության ներքո ենք դիտարկում ձեր հարցադրումը, ապա կարծում ենք քայլ առ քայլ դուրս են գալիս Ռուսաստանից այն կախվածությունից, որը մենք ունեցել ենք նախկինում։ Շատ լավ։ Բայց կախվածությունից, որը մենք ունեցել ենք նախկինում եւ որը որոշակի կամ զգալի մասով դեռևս շարունակում է պահպանվել եւ մենք դուրս ենք գալիս։ Մեր գործողությունները որքանով են, այսպես ասենք, անշրջելի։ Հաշվի առնելով, որ այո, հիմա շատ հաճախ իշխանության ներկայացուցիչներն ասում են, մենք ռազմավարական համագործակցության փաստաթղթեր ենք ստորագրում ICI-ից մինչև, չգիտեմ, Արևմուտք, Եվրոպա, Ամերիկա եւ այլն, եւ դա բերում են որպես դրական օրինակ, ցուցադրելու, որ Հայաստանը այլևս մի ուղղության կամ մի ծիրում չի, բայց այնուամենայնիվ, երբ մենք խոսում ենք բալանսավորման քաղաքականության մասին, մեր այսպես ասենք հիմնական ուղղությունում, որը միշտ եղել է քաղաքական, ռազմատեխնիկական, տնտեսական եւ այլն, բալանսը խախտված շարունակում է մնալ համենայն դեպս իրավական մասով, իրավապայմանագրային մասով։ Այդ բալանսը շարունակում է մնալ խախտված։ Հետո որ ինչպես ենք մենք բալանսավորում մի բան, երբ ի սկզբանե մեր մեկնակետը խախտված բալանսն է իրավապայմանագրային դաշտում, հա, այսինքն դուք նշեցիք, չէ, եւ որ կախվածությունը պետք է լինի երկկողմանի, դրա հիմքը ո՞րն է։ Դրա հիմքը այդ պայմանավորվածություններն են, այդ փաստաթղթերն են։ Մենք շարունակում ենք մնալ այդ միակողմանիության մեջ փաստաթղթերով, բայց առերևույթ այնքանով, որքանով հնարավոր է, գործել նաև մյուսների հետ։ Տեսեք, ձեր հարցադրումը եկեք բաժանենք, կարծում կարելի է բաժանել երկու մասի՝ անշրջելի, որքանով է անշրջելի այդ կոմպոնենտը դիտարկենք, եւ իրավապայմանագրային առումով, որքանով է այդ իրավապայմանագրային բազան խանգարում իրականացնելու է դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը։ Ինչ վերաբերում է անշրջելիության կոմպոնենտին, յուրաքանչյուր քաղաքական իշխանություն ինքն է որոշում արտաքին քաղաքականության կուրսը։ Մեկ քաղաքական իշխանություն, ղեկավարություն կարող է վարել օրինակ քաղաքականություն, որը միտված է դիվերսիֆիկացմանը եւ տնտեսության եւ արտաքին քաղաքականության եւ անվտանգային պարտներների, հա,
բայց դրան կարող է գալ հաջորդել մեկ այլ քաղաքական ուժ, որը շատ արագ կարող է դա վերածել օրինակ կախվածության մեկ կամ երկու ուժային կենտրոններից։ Այնպես որ այստեղ անշրջելիության գործոն ես չէի դիտարկի, որովհետև մենք շատ դեռ հեռու ենք, ես կարծում եմ առաջիկա 5-10 տարիներին մենք հեռու ենք լինելու դեռևս այն կետից, որը կարելի է համարել անշրջելիության կետ, հա։ Դրա համար պետք է հատկապես ընդգծեմ, որ շատ կարևոր է, որպեսզի քայլ առ քայլ ռազմավարական մտածողությամբ, պլանավորմամբ, հետևողականորեն մենք գնանք, հասնենք այն կետին, երբ արդեն Հայաստանը կլինի այնպիսի դիմակայուն պետություն եւ կունենա այնքան փոխշահավետ հարաբերություններ իր հարևանների հետ եւ իր անմիջական տարածաշրջանից դուրս, որ կախվածությունը Ռուսաստանից, եթե նույնիսկ կա որևէ իշխանություն, որը փորձի այդ կախվածությունը ավելացնել, դա կլինի զուտ ավելացում, այլ ոչ ամբողջական կախվածություն, ինչը մենք ունեցել ենք նախկինում, հա, այսինքն բալանսը կարող է խախտվել, օրինակ Ռուսաստան եւ արտաքին աշխարհ, բայց այդ բալանսը խախտված այնքան չի խախտվի, որպեսզի մեզ գցի այն վիճակում, որը մենք եղել ենք օրինակ նախկինում, հա, բայց իհարկե կարող է լինել այնպիսի իշխանություն, որը շատ կտրուկ քայլեր անի եւ ընդհանուր օրինակ հայտարարի, որ մենք ուզում ենք դառնալ միութենական պետության մաս, այլ կարող ենք դիտարկել։ Եվ երկրորդ հարցադրումը իրավապայմանագրային բազային։ Տեսեք, եթե դուք խոսում եք կոնկրետ Ռուսաստանի մասին, ես միշտ ընդգծել եմ, երբ մենք սկսեցինք ունենալ այդ խնդիրը արդեն ՀԱՊԿ-ի հետ, Ռուսաստանի հետ եւ այլն, ես միշտ ընդգծել եմ, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը կամ սառեցնել, ինչպես ուզում են կոչել, որտեղ ըստ էության այս պահին դա թերևս նույնն է, պետք է զուգորդվի Ռուսաստանի հետ իրավապայմանագրային բազայի թարմացմամբ, վերանայմամբ, այսինքն պետք է առասարակ միջպետական հարաբերությունները Ռուսաստանի հետ թարմացվեն, վերանայվեն, ինչու, որովհետև եթե ռազմավարական շատ նշանակության, եթե վերցնենք ռազմական ոլորտը, հա, ռազմատեխնիկական, տեղեկատվական անվտանգություն, այդ թվում նաև արտաքին քաղաքականություն, որովհետև ՀԱՊԿ-ը իր մեջ նաև ունեցել է այդ կոմպոնենտ, այսինքն պետք է միջազգային հարթակներում նույն մեսիջները տային ՀԱՊԿ-ի անդամները եւ այլն։ Այսինքն եթե այս ամեն ինչը այլևս Հայաստանի համար գոյություն չունի, նշանակում է այն կոմպոնենտը, որի վրա հենվել է հայ-ռուսական հարաբերությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում, այդ կոմպոնենտը այլևս գոյություն չունի, հա։ Եվ ինչ որ պահի բնականաբար Ռուսաստանը որպես առանձին միավոր, ուզենք մենք չուզենք, սիրենք Ռուսաստանին, թե չսիրենք, մենք պետք է սկսենք իրենց հետ նորմալ հարաբերությունների կառուցումը, փոխշահավետ հարաբերությունների կառուցումը, որտեղ տրամաբանությունը լրիվ այլ է լինելու, փոխշահավետությունն է լինելու, ոչ թե զուտ մեր կախվածությունը։ Այդ պարագայում բնականաբար պետք է քիչ-քիչ սկսել հանել են 2 առից ավելի պայմանագրերը, տեսնել որն է աշխատում, որը չի աշխատում, որն է բխում մեր շահերից, որը չի բխում մեր շահերից։ Խոսենք նույն օրինակ որպես կոնցեսիոն պայմանագիրը բխում է մեր շահերից, տեսնում ենք, որ չի բխում մեր շահերից, եւ ըստ էության մենք դա իմանում ենք, չէ՞, մենք տեսնում ենք, որ չի բխում մեր շահերից, բայց մենք չեն գնում եւ ռուսների դռները ջարդում եւ ասում, այ հենց հիմա եկեք դուրս եկեք, որտեղ սա չի բխում մեր շահերից, ասում գիտեք ինչ, հարգելիներս, սա չի բխում մեր շահերից, մենք պարտավոր ենք մեր շահերին տեր կանգնել, հետեւաբար պետք է գտնենք լուծում ձեզ չնեղացնելով, հա, որևէ թշնամական գործողություն ձեր հանդեպ չանելով կամ չանելով մի բան, որը ձեր կողմից կարող է ընկալվել թշնամական գործողություն, բայց միանշանակ անելով գործողություն, որը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։ Այսինքն ես կարծում եմ, այս տեսանկյունից պետք է դիտարկենք, որ վերցնում ենք իրավապայմանագրային բազան, նայում ենք, որն է աշխատում, որը չի աշխատում, քայլ առ քայլ, կառուցողական մթնոլորտում, սա շատ կարևոր է ընդգծել, կառուցողական մթնոլորտում սկսում ենք բանակցել, փոխել սա, պակասացնել սա, միգուցե որ ինչ որտեղ ավելացնել, տեսեք Հանրապետության վարչապետը նշեց, որ ռազմատեխնիկական համագործակցության շուրջ զարգացումներ են սպասվում, լինելու են այդ զարգացումները նորից։ Եթե ես կարծում եմ մեր բանակի կերպափոխման կոնցեպտի ներքո կա որևէ անհրաժեշտություն, որևէ կոմպոնենտ, որը կարող է տրամադրվել ռուսական կողմից եւ դա չի խանգարելու իրականացնել մեր բանակի կերպափոխման հայեցակարգը, ապա ինչու ոչ դա կարելի անել Ռուսաստանից։ Պարզապես մեր մոտ էսեղ կարմիր դրոշակն է,
միշտ աշխատում, որովհետև քանի որ կախվածությունը թերևս ամբողջական է եղել, այդ թվում նաև ռազմատեխնիկական ոլորտում Ռուսաստանից, մենք դա պատկերացնում ենք, որ մենք նորից վերադառնալու ենք այդտեղ, բայց ես տարվող քաղաքականության եւ ուղիղ տեքստում եւ տողատակերում թերևս նման միտում չեմ տեսնում։ Ասում եք կառուցողական մթնոլորտում, բնականաբար, իսկ եթե հակառակ կողմը կառուցողականության մասին պատկերացումներ եւ ընկալումներ ու հենց այդպիսի քաղաքականություն է վարում նաեւ բոլորովին այլ են, այսինքն դուրս չի գալիս, որ այս դեպքում Հայաստանը շատ պատկերավոր կամ շատ կոպիտ ասած մաշում է իր համար կարևոր ռեսուրսներ այդ կառուցողական լինելու ճանապարհին, հա, խոսքը այստեղ բնավ սադրելու կամ գրգռելու քայլեր իրականացնելու մասին չէ, որովհետեւ կան այդպիսի օրինակներ։ Հայաստանը կառուցողական է եղել, ենթադրենք շատ մեծ իմաստով, հա, այս անկախության ամբողջ ժամանակաշրջանում Հայաստանը գերկախվածության մեջ է եղել եւ 2018 թվականից հետո եւս շարունակել է մինչեւ ընդհանուր 2022 թվականը, հա, բայց կառուցողականությունը Հայաստանի համար արժեցել է պատերազմ։ Հայաստանի համար արժեցել է ինքնիշխանության տարածքային ամբողջականության խախտում։ Հայաստանի համար արժեցել են ճգնաժամեր, նկատի ունեմ, այստեղ ինչպես ենք մենք վստահում այդ կառուցողականությանը, որ մենք հիմա եւս պատրաստ ենք շարունակել լինել այդ կառուցողական կողմը, այսինքն նկատի ունեմ, տեսեք, նույն ռազմատեխնիկական դիվերսիֆիկացիան։ Դա երբ տեղի ունեցավ։ Ոչ այն ժամանակ, որ Հայաստանը դա նախաձեռնեց, այլ Հայաստանը շարունակելով մնալ հավատարիմ իր պայմանագրային պարտավորություններին, այն պահին, երբ տեսան Ռուսաստանը դա չարեց։ Երբ Հայաստանը օրինակ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա սկսեց վարել, երբ ՀԱՊԿ-ի հետ ունեցավ որոշակի խնդիրներ, միայն Հայաստանը տուժել է Ռուսաստանի հետ իր երկար, այդպես համբերատար, կառուցողական մոտեցումներից, այս դեպքում ինչու չպետք է տուժի։ Տեսեք, այն ժամանակահատվածը, որ դուք նշում եք, ես հասկանում եմ, նշում եք եւ նա մինչ 44-օրյա պատերազմ եւ 21-22 թվականներ, ընդհանուր մինչեւ երբ արդեն մենք սկսեցինք դեղակայեցինք Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն։ Ես դա չէի հայ-ռուսական հարաբերություններում այդ ժամանակահատվածը ես չէի բնորոշել որպես կառուցողական հարաբերությունների ժամանակահատված, երբ Հայաստանը իրեն կառուցողական էր դիրքավորում, բացարձակ։ Դրանք ժամանակահատվածներ էին որոշակի տարիներին ինչ որ տոկոսի թուլացմամբ, ավելացմամբ կամ պակասացմամբ շատ չնչին, բայց դրանք տարիներ էին, երբ Հայաստանը հետևողականորեն ուրեմն խորացնում էր իր կախվածությունը Ռուսաստանից։ Դա ամենևին չի խոսում կառուցողականության մասին։ Դա խոսում է հետևյալի մասին, որ Հայաստանը իր ազգային անվտանգային շահը պատկերացնում էր այնպիսին, ինչպիսին է Ռուսաստանի ազգային անվտանգային շահը։ Եվ հետևաբար, եթե մի բան համարվում է լավ ռուսների համար, պետք է տրամաբանորեն համարվել լավ նաև մեր համար։ Որն է սրա պատճառը։ Որն է սրա պատճառը, սրան կարծում եմ պետք է պատասխանեն քաղաքական իշխանությունները, որոնք վարել են այդ քաղաքականությունը, բայց ես որպես հետազոտող, երբ վերցանում եմ ժամանակահատվածը, վերցանում եմ ընդհանուր պատկերը, ես տեսնում եմ, որ մեծ ուրեմն պատճառը, խոշոր պատճառը դա պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ։ Այլ հարց է, որ միշտ այդ հարցը բարձրանում է առնվազն իմ մոտ, թե ինչու առաջին Արցախյան պատերազմում հաղթանակ տարած Հայաստանը այն ժամանակահատվածում, երբ Ռուսաստանի ուրեմն անվտանգային կոնցեպտներում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը նշվում էր որպես գործընկերային ուղղություն, չգիտես ինչու Հայաստանը այդ ժամանակ դարձավ հավաքական անվտանգության պայմանագիրը ստորագրող, հիմնադրող կողմ եւ դրանից հետո դարձավ ՀԱՊԿ-ի անդամ։ Այսա մի հարց է, որի պատասխանը ես չունեմ, որտեղ տրամաբանությունը, որտեղ Ադրբեջանը դա չարեց օրինակ, որտեղ տրամաբանությունը հուշում էր, որ մենք անկախացել էինք, պատերազմը հաղթել էինք, արդեն միջազգային դաշտում ունեինք խնդիրներ, որովհետև մեզ միջազգային գործընկերները ակնարկում էին, որ դուք այսպես չի կարող լինել, այստեղ հարցեր կան, որ պետք է լուծեն, հա, որ դուք կարող եք լինել օկուպանտ եւ շատ դեպքերում նաեւ անվանվում էինք օկուպանտ, այսինքն որն էր պատճառը, որ այդ ժամանակահատվածում մենք ոչ թե գնացինք դիվերսիֆիկացիայի ուղղությամբ, իրական դիվերսիֆիկացիա, այլ մենք մեր ամբողջ քաղաքականությունը
տեղավորեցինք հապկի շրջանակներում եւ բնականաբար նշանակում է այդ թվում նաեւ Ռուսաստանի հետ հետեւողականորեն խորացրեցինք մեր կախվածությունը։ Այսինքն նկատի ունեմ, որ այն ժամանակ բացարձակ մենք որևէ կոմպոնենտ չի եղել կառուցողականության, եղել է հետեւողականորեն կախվածության ավելացում։ Հիմա այլ փուլ է։ Ինչու է այլ փուլ, որովհետև նույնիսկ պատերազմի ժամանակ 21 թվականին, 22 թվականին, երբ մենք անելանելի իրավիճակում էինք, որովհետև մենք չունեինք որևէ հիմնասյուն, որի վրա կարող էինք հենվել դիմակայելու համար այն սպառնալիքներին, այն հարձակումներին, որոնք իրավապայմանագրային բազայի վրա պետք է լուծվեին Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի միջոցով, հա? Մենք դրանից զատ հիմնասյուն չունեինք, այսինքն մենք հայտնված ենք մի այսպես նորացի երեխայի կարգավիճակում, որ ոչ կարող է ուտել, ոչ կարող է ինքնուրույն խմել, ոչ կարող է ուտել, հա, որովհետև ինքը ամբողջովին այնտեղ պետք է դա արվի, եւ դա չի արվում։ Այդ этаպն էլ է այլևս անցյալում։ Ինչու է անցյալում, որովհետև այս ժամանակահատվածում մենք կարողացել ենք ընդլայնել մեր ռազմատեխնիկական գործընկերային ցանցը, հա, այս ընթացքում մենք կարողացել ենք ուրեմն Ռուսաստանի զրկել հնարավորությունից Ադրբեջանին օգտագործելու, գործիքայնացնելու հնարավորությունից Հայաստանի դեմ, սա իհարկե չի նշանակում, որ Ադրբեջանը նաև ինքնակամ չէր գործիքայնացվում, դրա մասին չի խոսքը, բայց սինխրոն էին, չէ, իրենք աշխատում։ Այս ընթացքում մենք կարողացել ենք ընդլայնել նաև մեր գործընկերային, ռազմական գործընկերային ցանցը, ընդ որում տարածաշրջանը, հա, Չինաստան, չգիտեմ, Լյուքսեմբուրգ եւ այլն, շուտով Ֆրանսիայի հետ ենք ունենալու նմանատիպ հաստատող Միացյալ Նահանգներ, նկատի ունեմ, արդեն գիտեք, այսպես ցանցավորված այնպիսի քայլեր են արտաքին ճակատում իրականացվում, որոնք հնարավորություն են տալիս մեզ Ռուսաստանի հետ դիրքավորվել ուրեմն կառուցողական պրիզմայով, որովհետև կառուցողական դիրքավորվելը Ռուսաստանի դա մեծ շռայլություն է։ Դու պետք է ունենաս որոշակի լծակներ, որպեսզի կարողանաս քեզ թույլ տալ լինել կառուցողական Ռուսաստանի հետ։ Այլապես դու այդտեղ որպես սուբյեկտ չես լինում, դու գոյություն չունես որպես սուբյեկտ, քեզ պարտադրվում է սա եւ դու ներսում ներկայացնում ես որպես կառուցողականության դրսևորում, բայց դա իրականում պարտադրվում է քեզ, հա, Ռուսաստանի կողմից։ Ես կարող եմ ասել, որ այսօր մենք արդեն այն իրավիճակում ենք, երբ մենք կարող ենք մեզ թույլ տալ այդ շռայլությունը, ես ինչպես ուրեմն ինքս ձևակերպել եմ միշտ վերանայել հայ-ռուսական միջպետական հարաբերությունների տրամաբանությունը, վերջերս տեսա Հանրապետության վարչապետը ասած կառուցողական տրանսֆորմացիա ինչ-որ կարծես նման կերպ։ Շատ լավ, իսկ հնարավոր է իրական դիվերսիֆիկացիա, այն ինչի մասին հիմա դուք խոսում եք, հա, առանց Ռուսաստանի կոշտ հակազդեցության։ Այսինքն փորձենք շատ այսպես կենցաղային տրամաբանել։ Եթե չկա Ռուսաստանի կոշտ հակազդեցություն, ուրեմն նաև չկա իրական դիվերսիֆիկացիա։ Կա այնքանով, որքանով։ Դիվերսիֆիկացիան մեզ է պետք, դիվերսիֆիկացիան պետք չէ կապել Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը կարող է լինել այդ գործընկերներից մեկը, զուտ, բայց Ռուսաստանը այստեղ կիզակետում չէ։ Հա, դիվերսիֆիկացիան մեզ է պետք, կլինի կոշտ դիմադրություն, կլինի այնքանով, որքանով դա Ռուսաստանին կհաջողի, հա, բայց եթե փաստերի վրա հենվենք, հա, մենք ունենք Միացյալ Նահանգներ, մենք ունենք ԹՐԻՊ, մենք ունենք Ֆրանսիա, մենք ունենք Եվրոպական միություն, Եվրոպական միության այդ օրակարգը աննկարագրելի ընդլայնվում է եւ նաև մենք բացահայտ ըստ էության բարձրագույն մակարդակով հայտարարում ենք, որ այո, մենք գիտենք, որ ԵԱՏՄ-ն եւ ԵՄ-ն իրար համատեղելի չեն, բայց քանի դեռ իրենք իրար հետ կարող են համատեղելի լինել, մենք գնալու ենք ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ եւ շատ տարբեր մակարդակներով էլ հայտարարում է, որ պայն կհասկանանք, որ արդեն համատեղելի չէ, մենք մեր որոշումը կայացնենք, իսկ որոշումը լինելու է օրենքի վրա հիմնված, իսկ ինչ օրենք է ընդունվել ազգային ժողովի կողմից, գիտենք։ Այո։ Եվրոպական միության հետ կապված։ ՀԱՊԿ-ի մասով, ՀԱՊԿ-ի արդյունավետության, այսպես ասենք, դուռը փակ է, թե այնուամենայնիվ դեռ կա վերաիմաստավորման հնարավորությունը։ Կարող է լինել միայն զուտ որպես քաղաքական դիրքորոշում, այսինքն երբ առաջին հարցում ձեր ձևակերպեցիք անշրջելիություն, երբ ասի որ
դա չի կարող լինել, կարող է լինել մի դեպքում, եթե գա մի քաղաքական իշխանություն, որը շատ հստակ ընդգծված պրոռուսական դիրքավորում ունենա, այդ ժամանակ իհարկե, ինչու ոչ, քաղաքական առումով կարելի է 1 վայրկյանում այդ որոշումը կայացնել եւ վերադառնալ հապ դրանից բխող արդեն հետևանքներով։ Իսկ հետևանքը, որը կարող է լինել, բնականաբար կարող է լինել այլ, որ դու այլևս պետք է հարմարվես այն մտքիդ, որ շատ կենտրոններ, որոնք քեզ այսօր ռազմական նշանակության արտադրանք են վաճառում, նրանք այլևս դա չեն անելու։ Հետևաբար դու դա չես ունենալու, հետևաբար ումից ես սնվելու, էլի սնվելու ես այնտեղից, որտեղից սնվել ես 28+ տարիներ։ Նախընտրական շրջանում ենք, որը ուղեկցվում է ոչ միայն մեր ներքին, այսպես ասենք, հարցերով, խնդիրներով կամ առաջարկներով, ձեռքբերումներով, այլ շատ մեծ արտաքին ֆոնով, հա։ Կրվաններից մեկը տպավորությունը այդ աշխարհաքաղաքական ընտրությունն է, հա, այս ընտրություններում, որովհետև հստակ կա ընդդիմության թև, որը կարծես իրեն համարում է իշխանության հիմնական հակառակորդը եւ կարծես թե նաեւ իշխանությունները են այդպես դիրքավորում, հենց այդ անշրջելիությունը թույլ չտալու կողմնակիցներ եւ իշխանությունը, որը իրեն դիրքավորում է այն նրա մասին, ինչի մասին մենք խոսեցինք։ Եթե Հայաստանը կառուցողական պետք է լինի նաեւ Ռուսաստանի հետ, հա, այնքանով որքանով նաեւ դա հնարավոր է, ինչու օրինակ չտեսնել Ռուսաստանին վկաներից, միջնորդներից կամ երաշխավորներից մեկը։ Ինչ պիտի երաշխավորի Ռուսաստանը։ Ինչ պիտի երաշխավորի։ Հետագա հարցադրման համատեքստում բոլոր նախագծերի կյանքի կոչումը։ Բայց դա ամենևին կապ չունի կառուցողականության հետ։ Նորից մենք հավասար փոխշահավետ հարաբերությունների մասին պետք է մտածենք եւ խոսենք։ Ռուսաստանը չի կարող որևէ բան երաշխավորել, Միացյալ Նահանգները որևէ բան չի կարող երաշխավորել, Ֆրանսիան չի կարող որևէ բան երաշխավորել։ Առասարակ որևէ մեկը որևէ բան Հայաստանի Հանրապետության համար չի կարող երաշխավորել։ Երաշխավորել միայն կարող է Հայաստանի Հանրապետությունը, գրագետ արտաքին անվտանգային քաղաքական տնտեսական, այդ թվում քաղաքականություն վարելով։ Այսինքն Ռուսաստանի այդ փոխշահավետությունը կարող է լինել զուտ այն առումով, թե որտեղ կարող են զարգանալ, կարող է զարգանալ ինչ-որ բան, որը կբխի մեր շահերից եւ նաեւ կբխի Ռուսաստանի շահերից, հավասարաչափ ընդ որում, հա։ Այսինքն պետք է նույնիսկ 5%-ով շեղում չլինի։ Հավասարաչափ բխում է, շատ լավ է։ Փոխշահավետ ամեն ինչ զարգանում է, առաջ է գնում, չէ՞։ Առաջ չի գնում։ Էլի մենք ուրեմն կհանդիպենք, չգիտեմ, տարին մեկ անգամ կամ տարբեր հարթակներում, կխոսենք սուր հարցերից, կբարձրացվի, պատասխանները կլսվի եւ այլն, եւ այդքանով կավարտվի։ Օրինակ դուք հիշեցիք կոնսենսիա, չէ՞, երկաթուղում։ Հայաստանը վարչապետի մակարդակով մի քանի անգամ ասաց, որ բարեկամական, եղբայրական, կառուցողական տրամաբանության մեջ, որովհետեւ ռուսական կառավարման հետևանքով Հայաստանը կորցնում է իր մրցունակությունը եւ այլն, Ռուսաստանից ասում ինչ եք խոսում, լավ չեք, կոպիտ ասած, բա մեր այդքան արածը եւ իրենք որևէ ձևով ըստ պաշտոնյաների հակված չեն որևէ մեկին այդ կոնսենսիան փոխանցելու, հա, իրենք շարունակելու են այդտեղ լինել։ Հիմա դե մենք կարող ենք նաեւ բնորոշել, որ սա քարոզչական մակարդակ է, որ գուցե կուլիսներում ինչ-որ գործընթաց է տեղի ունենում կամ ինչ-որ բաներ։ Հետեւաբար կարող է լինել նաեւ իրավիճակ, որ այդ կառուցողականությունը Հայաստանը իր համար որդեգրում է որպես, այսենք, այսպես ասած, սրտի հովանք, հա։ Մենք կառուցողական ենք եղել այնքան, որքան հնարավոր է, հատել է կետը, հետեւաբար արդեն վերջ։ Ոչ թե սրտի հովանք, այլ գործիք։ Կարծում եմ գործիք, եւ դա կարծեմ շատ խելամիտ ճանապարհ է։ Իսկ այդտեղ ժամանակային իմաստը դեր չի խաղում։ Գիտեք, ժամանակային իմաստը դեր խաղում է ըստ էության, դրա համար էլ շատ կա ադապտացվելու ունակություն, հա, թե որքանով է պետությունը ի վիճակի արագ ադապտացվել, այսինքն արտաքին ճակատում տեղի ունեցող զարգացումների հետևելով, մեր մերձավոր հենց տարածաշրջանում զարգացումներին հետևելով, չէ՞ որ այդպես հաշվարկ է արվում, լավ, այս հիմա Միացյալ Նահանգները Իրան, լավ, սա ոնց է ազդելու սրա վրա, ոնց է ազդելու ռուսականի վրա, ոնց է ազդելու հայրանականի վրա, ամերիկյանի վրա, տնտեսության վրա, մյուսի վրա, այդ բոլոր վերլուծությունները, որոնք արվում են, բնականաբար դառնում են օպերատիվ տեղեկատվության հիման վրա, տարբեր համադրելով, տարբեր տվյալներ եւ այլն, եւ արագ, եթե անհրաժեշտություն է լինում, արագ ադապտացիայի տեղի ունենում։ Այդ դա հենց այն մեծագույն խնդիրն է, որը մեր մոտ երբևէ չի եղել։ Ադապտացվելու ունակությունը այսօրվա աշխարհում
մասնավորապես այսօրվա աշխարհում դա գոյատևելու, պետությունների համար գոյատևելու թիվ 1 ուրեմն կարևորության հարցն է, որովհետև շատ արագ է ամեն ինչ զարգանում։ Եվ եթե դու մնում ես միայն այնտեղում, որտեղ դու եղել ես, ոնց որ դու պատկերացրել ես, թե ոնց ես այդ հարցը լուծելու, կամ ինչքանով այդ հարցը քո համար կարևոր, հա, եթե դու չհետևես, թե ինչ է տեղի ունենում արտաքին ճակատում, համեմատես այդ զարգացումները այդ հարցի քո պատկերացման հետ, այլ նաև երկրորդ, երրորդ կողմերի շահերի հետ, դու ու չադապտացվես, դու շատ արագ տանուլ ես տալու։ Հետևաբար, այո, այդ ժամանակային գործոնը կա, դրա համար էլ գոյություն ունի ռազմավարական պլանավորում, որտեղ ադապտացիան որպես գործիք շատ մեծ նշանակություն ունի եւ դա մշտական շատ այսպես հետեւողականորեն պետք է առաջ տարվի։ Իսկ Եվրամիությունը, Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը որքանով են ներկա այս մեր ընտրական process-ում եւ ինչպես, ինչ եմ հարցը այսպես միանգամից ձևակերպում, որովհետեւ անդիմադիրները ասում են, որ արևմուտքը, այսպես ասենք, աջակցում է գործող իշխանությանը, իշխանությունն էլ դե բաց ասում է, որ այսինքն իշխանությունը նաեւ ոնց հասկացանք, հենց Ռուսաստանը բարձրագույն մակարդակով աջակցում է ընդդիմությանը։ Տեսեք, իրականում այստեղ բավական խնդրահարույց իրավիճակ է, ինչու, որովհետև այո, Ռուսաստանը մեծ ռեսուրսներ է օգտագործում ազդելու համար նախընտրական գործընթացների վրա։ Այդ ռեսուրսները կարող են լինել, եթե մեկ բառով ձևակերպենք այդ ռեսուրսները, պետք է ասենք հիբրիդային գործիքներ, հիբրիդային, որովհետև տարբեր այնտեղ գործիքներ կան, բայց քանի որ դրանք միաժամանակ են կիրարկում, դա արդեն հիբրիդ է, հիբրիդի տեսք ունի, հետևաբար դրանք հիբրիդային, այդ ու նաև կիբեր գործիքներ։ Հիմա բնականաբար վերջին Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ հստակ Ռուսաստանի Դաշնության նախագահը նշեց, որ ինչն է իր համար կարևոր եւ այստեղ արդեն կարծես թե երկրորդ կարծիք չի մնում, պարզ է թե ում է սատարում ռուսական կողմը, որ ընդդիմության որ ներկայացուցիչին է սատարում ռուսական կողմը եւ տրամաբանորեն, եթե Ռուսաստանը սատարում է այդ գործին եւ տրամաբանորեն, եթե Ռուսաստանը հիբրիդային գործիքներ է բանացնում ազդելու համար նախընտրական գործընթացների վրա, այստեղից կարող են տրամաբանել, որ այդ թվում նաև այդ գործիքները իրականացում են իր կողմից սատարվող ուժի միջոցով, հա։ Այստեղ պարզ է, պատկերը շատ պարզ է, պրիմիտիվ է նույնիսկ։ Գայք Եվրոպական միություն, տեսեք, Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության իշխանություններն են, կառավարությունները դիմել, որպեսզի Եվրոպական միությունը իրեն աջակցի դիմակայելու համար հիբրիդային սպառնալիքների։ Եվ ըստ էության դրա նպատակը Եվրոպական միության կողմից դա Հայաստանի ժողովրդավարությանը օգնելն է, հա, որովհետև կարևորը որն է ժողովրդավարության հիմնական կոմպոնենտը որն է ազատ արդար ընտրություններն են, այսինքն որպեսզի արտաքին ճակատից չլինի ազդեցություն, ընտրությունները լինեն ազատ, արդար, ժողովրդի կամքը արտահայտվի անկախ նրանից թե ով է դառնալու իշխանությունը։ Բայց Եվրոպական միության կողմից տարբեր պաշտոնյաների մակարդակով մի քանի անգամ եղել են բավական ոչ կարող եմ ասել հաշվարկված ձևակերպումներ, հայտարարություններ, որոնք այո, այդ թվում նաև կարող են օգտագործվել ընդդիմության կողմից, հա, որ եւ ընդ որում տրանսֆորմացվելով դառնալով նաև հիբրիդի գործիք, հա, որտեղ այստեղ շատ նուրբ է սահմանը, հա, որն է իրական նարատիվը եւ ոնց է այդ նարատիվը, նույնիսկ իրական նարատիվը ոնց է աճում ու դառնում հիբրիդ։ Այսինքն այստեղ շատ կարևոր է, որպեսզի մեր Եվրոպական միության գործընկերները նույնպես միջավայրը շատ լավ պատկերացնեն եւ հասկանան, որ իրենք թույլ չպետք է դա, որ իրենք դառնան, իրենք օգնում են մեզ պայքարելու հիբրիդի դեմ, բայց հանկարծ իրենք չդառնան հիբրիդի գործիք, դե սա էլ է կարևոր։ Մյուսը ընդգծեցիք Միացյալ Նահանգները, որքանով է Միացյալ Նահանգները, ես ուղիղ բնականաբար ներգրավվածություն չեմ տեսնում, բայց բնականաբար Միացյալ Նահանգները շահագրգռված պետք է լինի, որպեսզի TRIP նախագիծը կյանքի կոչվի, առաջին հերթին TRIP նախագիծը կյանքի կոչվի, հետևաբար բնականաբար Միացյալ Նահանգները պետք է շահագրգռված լինի, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում լինեն այնպիսի իշխանություններ,
որոնք հավատարիմ կմնան թրիպի իրագործմանը, բայց սա ամենևին չի նշանակում, որ Միացյալ Նահանգները որևէ ազդեցություն կարող է ունենալ իշխանությունների ձևավորման գործընթացում, որտեղ նորից դա արվելու է ազատ արդար ընտրությունների միջոցով։ Եթե ոչ ազդեցություններ, ապա բնականաբար ցանկալիության գործոն պետք է որ լինի, չէ՞։ Այս պարագայում ենթադրում եմ, որովհետև եթե ռուսական կողմից կա ցանկալիություն, որ օրինակ ընդդիմությունը կամ X ուժը եւ այլն լինի իշխանություն, որ เป զի ամեն ինչ վերադառնա իր շրջանս յուր, եւ եթե այս իշխանությունը, ինչպես նշում ենք, դիվերսիֆիկացնում է եւ գնում է դեպի Եվրամիություն եւ այլն, բնականաբար այն կողմի համար էլ ցանկալի է, որ เป զի այս իշխանությունը վերընտրվի, որ เป զի այդ ընթացքը որևէ ձևով չշեղվի։ Այսինքն այստեղ պնդումները, որ ձեզ աջակցում են ռուսները, ձեզ աջակցում են եվրոպացիները կամ արևմուտքը, տեղին է։ Յուրաքանչյուր արտաքին գործընկեր ունենալու է այդ նախապատվությունները, ջրայր, բայց այստեղ էականը դա չէ, հա, շատ նորմալ է։ Մենք էլ չէ, հիմա կարող ենք ասել, այ կուզենանք օրինակ, որ Մակրոնը շարունակի պաշտոնավարել։ Էականը սա չէ, էականը այն է, թե արդյոք արտաքին գործընկերների կողմից լինում է ազդեցություն, դրսից ազդեցություն, որը կոչվում է ֆիմի, հիմա շատ են օգտագործում, դա է կարևոր։ Այս պարագայում ես ուզում եմ ընդգծել, որ ազդեցություն որպես այդպիսին Միացյալ Նահանգների կողմից չկա, Եվրոպական միության կողմից չկա, այլ հարց է, որ կա աջակցություն թույլ չտալու համար որևէ ազդեցություն, հա, կարծում սա է իրականությունը։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Զրուցակիցս կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի նախագահ Արմինե Մարգարյանն էր, մնացեք առաջինի հետ, կշարունակենք րոպեներանց։ Տարին ընդամենը մեկ անգամ իսպանական անսանձ ոգին ու գիրքը դառնում են ավելի մոտ իդեալ համակարգում։ Զգացեք իրական ռոդեոյի շունչն ու էներգիան 2026 թվականի իսպանական սալիկների բացառիկ հավաքածուներում։ Անկառավարելի ուժ եւ գեղեցկություն, որոնք վերածվում են կատարյալ ձևերի ու նուրբ ֆակտուրաների։ Ձեռք բերեք իսպանական բարձրորակ սալիկների լայն տեսականին, սկսած 1 քառակուսի մետրն ընդամենը 3300 դրամից։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ դեպի կատարելություն։ Շարունակում ենք աշխատել առաջինի եթերում, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս ազգային եւ ռազմական անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Արզումանյան, պաշտպանության նախարարը պաշտոնական այցով Վրաստանում է, որտեղ հանդիպել է այդ երկրի գործընկերոջ հետ եւ առանձնազրույցի այն այլ ընդլայնված կազմով քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքին եւ զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր։ Սուրեն Պապիկյանը այսօր տեղեկացրեց, որ նաեւ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետի հետ եւ նշեց, որ ներկայացրել է փոխգործակցության առաջնահերթությունները, հեռանկարները բարձր գնահատելով պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը, բնականաբար անդրադարձել է նաեւ տարածաշրջանային անվտանգության առնչվող հարցերի։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Անտալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում նաև այնտեղ համաժողովի ժամանակ Հայաստանի ազգային ժողովի նախագահը երբ որ ներկա էր Թուրքիայում խոսում էր Հայաստանի, Վրաստան, Ադրբեջան եւ այլն առանցքների միանալու քննարկումների մասնակից լինելու մասին, ասում են որ որոշակի արդեն կոմունիկացիաներ կան, հա եւ այլն։ Այ Պապիկյանի այցով սկսենք Վրաստան եւ նաեւ այս բաղադրիչը Վրաստանը եւ Ադրբեջանը, այդ թվում նաեւ Թուրքիան երկար համագործակցության, այսպես ասենք, պատմություն ունեն, հա։
Վրաստան այցով եւ որքանով կարող է Հայաստանը տեղավորվել նաեւ այդ ձևաչափում։ Առաջինը պետք է հիշել, չմոռանալ, մնալ իրականության մեջ եւ հիշել, որ Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը ունեն ռազմական դաշինք, իրենք դաշնակիցներ են։ Դա ձևավորված արդեն ուղղություն է, որտեղ Վրաստանը զբաղեցրել է իր տեղը, ելնելով իր ազգային շահերից։ Եվ Հայաստան եւ Վրաստանի հարաբերությունները ռազմական ոլորտում խիստ սահմանափակված են դառնում։ Այստեղ դու կարող ես ուղղակի կապեր հաստատես ռազմական դիվանագիտության ոլորտում, բայց մտածել, որ դու կարող ես ինչ-որ լուրջ հարաբերություններ կառուցես Վրաստանի հետ, այդ առումով պետք չէ ինչ-որ հույսեր պահել եւ շատ էներգիա թափել։ Մանավանդ այսօրվա Վրաստանի հետ, որը հանկարծակի ինձ համար փոխել է դիրքորոշումը եւ հիմա փորձում է ավելի շուտ օրիենտացիան ոչ թե արևմուտքի վրա լինի, բայց Եվրասիայի վրա լինի, Ռուսաստանի, Թուրքիայի վրա։ Դրա համար այն ժամանակ եւ Վրաստանը ավելի շուտ պատրաստվում է եւ ուզում է Ռուսաստանի Դաշնության հետ, Թուրքիայի, Ադրբեջանի հետ ավտորիտար երկրների, ավտորիտար ռեժիմների հետ հարաբերություններ կառուցել, այդ պարագայում Հայաստանի համար, որը ժողովրդավարական ճանապարհ է ընտրել հասարակությունը եւ ազգը, ավելի շուտ տեսնում է իր եվրոպական երկրների ազգերի ընտանիքում, այստեղ մենք ունենում ենք հակասություններ այսօրվա Վրաստանի իշխանությունների հետ։ Դրա համար այո, պետք է գնալ, պետք է խոսել, բայց չմոռանալ, որ 2020 թվականի Վրաստանը փակել է կոմունիկացիաները, 2022-23 թվականի լարվածության ժամանակ ռազմական նույնջևի փակել է։ Դրա համար նորից կրկնեմ, պետք է գնալ, պետք է դիվանագիտությունը շարունակել, բայց շատ ջանք է, ռեսուրսներ եւ աստվածչանի սպասումներ ունենալ, որ դու կարող ես Վրաստանի հետ ունենալ հարաբերություններ ռազմական ուրիշ մակարդակի վրա, դա պետք չէ դառնում խաբվել։ Շատ լավ, այստեղ մի ճշտող հարց էլի, պարոն Արզումանյան, երբ խոսում ենք ռազմական հարաբերությունների մասին, առաջին հերթին դե բնականաբար մեր պատկերացումը այդ զենք զինամթերք տենց բաներն են, չէ՞ գալիս առաջին հերթին։ Սովորաբար երբ լսում ենք ռազմական համագործակցության մասին։ Ու երբ որ դուք ասում եք պետք չէ այդքան ջանք եւ էներգիա օրինակ ներդնել այդ իմաստով Վրաստանի ուղղությամբ, հարցը կայանում է հետեւյալում։ Եթե մենք ձգտում ենք ժողովրդավարական երկրների, այսպես ասած, ակումբում եւ ոչ այս եվրասիական տրամաբանության մեջ, ռազմական համագործակցություն Վրաստանի հետ ինչպես կարող է տեղի ունենալ, հա, որովհետև նաև տրամաբանությունը հուշում է, եթե կարող ենք Վրաստանից ինչ-որ բան ունենալ, թող ունենանք, կարող ենք Ռուսաստանից էլ ունենալ ինչ-որ բան, թող էլի ունենանք, եվրոպական երկրներից ունենանք, էլի լավ, Միացյալ Նահանգներից, նկատի ունեմ ռազմական համագործակցությունը ասելով մենք ինչ ենք հասկանում, որ այստեղ քաղաքական ընտրությունը լինել ժողովրդավարների հետ, թե եվրասիական ակումբում դոմինանտ է դառնում։ Ժրայր չեմ կարծում, որ մենք կարող ենք թույլ տակ մեզ խոսել այն մակարդակի վրա եւ ռազմական հարաբերությունները հասնում ենք միայն զենքի տեղափոխման, լոգիստիկայի հարցի։ Մեր զրույցում ես կարծում եմ իրավունք չունենք այդքան սահմանափակել եւ նսեմացնել ռազմական հարաբերությունների հասկացողությունը։ Երբ ես քեզ հետ եմ խոսում, ոչ թե ուրիշների հետ ներեցեք, որտեղ կայացած ժուրնալիստ եք, ես հասկանում եմ, որ ռազմական հարաբերությունները մենք պիտի հիշենք, որ ռազմական գործողությունները, ռազմական ոլորտը, պատերազմը դա քաղաքականության շարունակությունն է ուրիշ մեթոդներով։ Դա կլասիկա է եւ աքսիոմա է։ Դու իրավունք չունես ռազմական հարաբերությունները տարանջատես քաղաքական հարաբերություններից։ Իսկ Վրաստանի այսօրվա քաղաքական հարաբերությունները ավելի սրտորեն են ավտորիտար ռեժիմների հետ։ Բայց դա չի նշանակում, որ դու չպիտի ունենաս քաղաքական եւ ռազմական հարաբերություններ, բայց ունենալ մեծ սպասումներ, որ դու կարող ես ինչ-որ հաջողություններ հասնել, պետք չէ։ Այո, դու պիտի հարաբերություններ ունենաս, կարողանաս կառուցես արաբական երկրների մենապատիությունների հետ, որոնք նույն ձևի ավտորիտար են։ Յուրահատուկ հարաբերություններ, գտնես շահեր ազգայինների հետ համընկնող, հասկանալով նրանք ուրիշ իրաց մոտ իշխանությունները կառուցված են ուրիշ քաղաքական հիմքերի վրա։ Բայց Վրաստանը դա քրիստոնեական երկիր է։ Վրաստանը դա միշտ ցկտել է գնալ դեպի Եվրոպա եւ մտնել Եվրոպայի մեջ եւ ավելի արագ քայլերով է քայլում, քան թե Հայաստանը։ Եվ Վրաստանը կտրուկ փոխեց իր դիրքորոշումը եւ սկսել գնալ ուրիշ ճանապարհի վրա։ Դու այդ դինամիկան պիտի հաշվի առնես,
մանավանդ Վրաստանի կարևորությունը քեզ լոգիստիկայի հարցերի մեջ, բայց քեզ համար այստեղ բոլոր ռազմական հարաբերությունները, մնացած հարաբերությունները լինելու են երկրորդական լինելով լոգիստիկայի հարցերից։ Քեզ համար Վրաստանը կա եւ կմնա որպես լոգիստիկական ճանապարհի խիստ կարևոր Առաջնահերթ դա։ Առաջնահերթ եւ մնացած բոլոր քաղաքականությունը, դիվանագիտությունը, տնտեսական հարաբերությունները պիտի ելնեն իմ կարծիքով դրանից։ Եվ այդ լոգիստիկական հարաբերություններում կարող է ունենալ ռազմական չափում ինչ որ ձևով։ Բայց առաջին նորից եմ կրկնում, քեզ Վրաստանում այսօր հետաքրքրում է միայն լոգիստիկայի ճանապարհները։ Մնացած հնարավորությունները, որը դու կարող ես ունենալ, պետք է մի քիչ սպասել, որտեղ ես համոզված եմ, որ այսօրվա իշխանությունը երկար չեն ձգելու, որտեղ Վրաստանը 20 տարուց ավելի գնացել է եվրոպական ճանապարհում, դա նշանակում է, որ այնտեղ մեծացել է մի սերունդ, որ այդ ճանապարհի վրա է մեծացել, իրանց համար դա բնական է, իրանք դպրոց են գնացել, դպրոց են վճռացել, բիզնես են բացել, բիզնեսի մեջ են եվրոպական ստանդարտների մեջ, եվրոպական տնտեսության, հասարակության կազմակերպման որակի եւ բնության մեջ։ Դրա համար վաղը թե ուշ այս քամիները, երբ իշխանությունները իշխող վերնախավը, քաղաքական վերնախավը ելնելով իրենց էգոիստիկ շահերից, անձնական շահերից փոխել է դիրքորոշումը եւ օրիենտացիան, դա կվերջանա, ժամանակավոր է։ Մի տարուց հետո, 5 տարուց հետո փոփոխություն է ունենալու։ Այդ ժամանակ մենք կարող ենք խոսել ուրիշ հարաբերությունների մասին, նաեւ ռազմական, եվրոպական միության, ռազմական չափումների համակարգի մեջ եւ Վրաստանը եւ Հայաստանը ի վերջո կզբաղեցնի իր տեղը։ Կամ մեր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ երկկողմանի Վրաստանը կունենա կշարունակի կվերականգնի իր հարաբերությունները, մենք կունենանք այդ ժամանակ մեզ մոտ կարող են ծնվել ինչ որ ուրիշ հարաբերություններ ռազմական, բայց այսօր շատ հանգիստ, պրագմատիկ, հասկանալով որ Վրաստանը խիստ կարևոր է, այո, բոլոր նախարարները պիտի գնան, բոլոր նախարարները պիտի խոսան, որ կարողանանք ապահովենք Վրաստանով անցնող կոմունիկացիաների բաց լինելը Հայաստանի տնտեսության համար եւ Հայաստանի համար մանավանդ եթե տեսնում եք որ իրանական պատերազմը վերջանալու իմ միտք չկա եւ հույսեր չկա այնտեղ երկար արնել այդ պատմությունը ցավոք սրտի դրա համար Վրաստանը մնում է այլընտրանք Մինչև դու չկարողանաս, չգիտեմ, ինտել է ֆանտաստիկ այսօր Թուրքիայի հետ լուծես քո խնդիրները, ունենաս իրոք բացված ճանապարհներ, Թուրքիան հանում է բլոկադան, այդ ժամանակ դու Վրաստանի հետ կարող ես սկսել խոսել մի քիչ ուրիշ լեզվով, բայց այսօր քեզ համար դա միայն կոմունիկացիա է, հիմնականում միայն կոմունիկացիա եւ այդ խնդրին պիտի աշխատեն, պիտի օգնեն բոլոր մնացած հարաբերությունները եւ Աստվածչանի մտածել որ դու կարող ես ունենալ ինչ որ հարաբերություններ Վրաստանի հետ, որը ռազմական հարաբերություններ ունի Թուրքիա, Ադրբեջանի հետ եւ ինչ որ ձևով միանում ես այդ դաշինքին։ Դա կարող է տեղի ունենալ եւ Հայաստանը ընդունի իր կապիտուլյացիան եւ Անտոնի որ ինքը հրաժարվում է իր պետական ինքնիշխանությունից եւ մտնում է Թուրքիայի անվտանգության համակարգի մի տառն է դառնում։ Իմ կարծիքով ինձ համար դա անընդունելի է։ Իսկ ձեր ասացի էլի տրամաբանության մեջ էր, ասում եք որ քաղաքական հարաբերությունների շարունակությունն է նաեւ ռազմական հարաբերություններ։ Այդ դեպքում ինչ ասել է, երբ վարչապետը վերջին անգամ Մոսկվայում էր Պուտինի հետ հանդիպեց, հետո այստեղ Երևանում հայտարարեց, որ քննարկել են ինչ որ նախաձեռնություններ կլինեն ռազմատեխնիկական ոլորտում նաեւ, հա։ Այդ դեպքում ինչ ասել է ռազմատեխնիկական նոր ինչ որ գործակցություններ Ռուսաստանի հետ։ Չգիտեմ, շատ դժվար է վարչապետի խոսքերը ինչ որ ձևով բացատրել կամ ինտերպրետացիա ունենալ։ Ես ուրախ եմ, որ Հայաստանի Ռուսաստանի Դաշնության հետ ռազմատեխնիկական հարաբերությունները հաստատ են նորի, զրոյ են հաստատ փաստորեն, որ մենք դադարեցրել ենք եւ փնտրում ենք ուրիշ ուղղություններ, եւ այդ ուղղությունների վրա մենք հստակ ճոկում ենք, ընտրում ենք այն գործընկերների հետ, որոնց մոտեցումները, ստանդարտները լրիվ ուրիշ են, արևմտյան են։ Եվ դու ոնց ես նորից խոսում, որ դու հետ ես գալիս Ռուսաստանի ստանդարտների, Ռուսաստանի ռազմատեխնիկական լուծումների, ինձ համար դա անհասկանալի է։ Եվ այստեղ նորից քո ռազմական հայտարարությունները, ռազմական ոլորտի հայտարարությունները ենթարկված են քաղաքական հայտարարությունների եւ քաղաքական հարաբերությունների։ Վարչապետը եւ Հայաստանի այսօրվա իշխող վերնախավը եղել է եւ մնում է Ռուսաստանի հետ ռազմական եւ քաղաքական հարաբերությունների մեջ ենթարկում է Ռուսաստանի, մնում է տարածքի մեջ, եվրասիական տարածքի մեջ։ Հայաստանի Հանրապետությունը
չի դուրս եկել եվրասիական տարածքից եւ մտադիր չի դուրս գալ այսօրվա իշխանությունները։ Դրա համար այդ առումով դա այդ շրջանակի մեջ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ իրանք շարունակում իրենց հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ եւ այդ հարաբերությունները նաեւ կարող են ունենալ նորից ռազմատեխնիկական հարաբերություններ, տրամաբանական է, բայց ինձ համար անընդունելի։ Իմ կարծիքով Հայաստանը պիտի խզի ռազմական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնքի հետ։ Հայաստանը որպես նպատակ պիտի դնի, որ Հայաստանի Հանրապետության տարածքում չունի Ռուսաստանի ռազմական ներկայությունը, անվտանգության FSB-ի մնացած կառույցների ներկայությունը Հայաստանում մենք պիտի հանենք դա, որ կարողանանք ստանանք իսկապես արդեն իրական անկախության ստատուսը, որը մենք ունենք դե յուրե, բայց դե ֆակտո քո տարածքում ռազմական ներկայացություն կա ուրիշ երկրի, որը քեզ համար թշնամական է։ Եվ մտածել, որ դու կարող ես Ռուսաստանի Դաշնության հետ ունենալ ուրիշ հարաբերություններ, շատ դժվար է, որովհետև 2020-23 թվականից ընդամենը 3 տարի է եւ իմ հասարակությունը, իմ ազգը չի մոռացել եւ երկար ժամանակ չի մոռանալու Ռուսաստանի Դաշնության տեղը, դերը եւ պահվածքը իմ պատերազմում։ Դրա համար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ուղղակի ազդում է իր քաշի վրա, բայց այդ իրան ուրմունություններն է, ինքը դա մասին հայտարարել է եւ այստեղ ինձ համար նորություն չկա։ Նիկոլ Փաշինյանը եւ այսօր իշխող իր նախագահը մնում է հետսովետական տրամաբանության մեջ, հետսովետական Հայաստանում, որը մնում է եվրասիական տարածքի մի մասն։ Դրա համար նորություն չկա այստեղ։ Բա արտաքին քաղաքականության մասով այստեղ Դա հակասություն չի ցավոք լինում։ միայն դեկլարացիաներ են եւ հայտարարություններ են։ Ես չեմ տեսնում լուրջ քայլեր եւ մոտեցում եւ պատրաստություն իրոք սկսել կառուցել ուրիշ հարաբերություններ ուրիշ մակարդակի հետ, Եվրոպական միության հետ, ասենք Միացյալ Նահանգների հետ։ Այսօր ցավոք սրտի լոկ մնում են հայտարարություններ։ Պետք է սպասել ինչ ոնց կվերջանան ընտրությունները, շատ քիչ է մնացել այդ ժամանակ արդեն նոր իշխանությունների հետ, իմաստ կա այն ժամանակ այդ հարցերը կամ նորից դնել, եթե մնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության երկուսակցությունը հարկում, այն ժամանակ որպես հասարակություն, որպես փորձագետ, ես պիտի սկսեմ մտածել ոչ ճնշեմ իմ իշխանությունները, որ իրանք ի վերջո փոխեն իրենց ռազմավարական վեկտորը եւ Պուտինից, Եվրասիայից Էրդողանից նայեն դեպի արևմուտք, նայեն դեպի Հնդկաստան, դեպի Ճապոնիա, ի վերջո դեպի Չինաստան։ Եթե ուզում եք ավտորիտար երկրների հետ հարաբերություններ կառուցեք, ի վերջո այսօր Եվրասիայում տիրում է Չինաստանը, Ռուսաստանը ընդամենը ենթարկվում է։ Այսօր եվրասիական տարածքը դա Չինաստանն է։ Կառուցի հարաբերություններ Չինաստանի հետ ուրիշ մակարդակի վրա։ Դա անհամեմատալի ավելի հեշտ խնդիր է, քան թե Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնել, որովհետև այդ հարաբերությունները խիստ տոքսիկ են։ Ռուսաստանը դավաճանել է Հայաստանին։ Ռուսաստանը ծախել է Հայաստանին։ Ելնելով իր ազգային շահերից եւ մտածել, որ քաղաքասարակությունը մոտիկա 20 տարում կմոռանա դրա մասին, դա շատ սահմանափակակ մոտեցում է, որտեղ մենք անգամ մեծ կորուստներ ենք տարել, փաստորեն ամեն ընտանիք ունի իր կորուստները։ Մտածել, որ իրանք կմոռանան դրա մասին չի լինելով, դա շատ սահմանափակակ քաղաքականություն է եւ դա վերջ կունենա իհարկե։ Պարոն Արզումանյան, Կիպրոսում տեղի ունեցել Հայաստան-Կիպրոս երկկողմ եւ Հայաստան-Հունաստան-Կիպրոս երակողմ պաշտպանական խորհրդակցությունները, դրանց ընթացքում քննարկվել են երկկողմ, երակողմ ձևաչափերով համագործակցության ընթացքը, առաջիկա անելիքները, փոխանակվել կարծիքներ տարածաշրջանային միջազգային անվտանգության հարցերի, պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի միջև երեք երկրների միջազգային ռազմական համագործակցության համար պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները ստորագրել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս երկկողմ եւ Հայաստան-Հունաստան-Կիպրոս երակողմ համագործակցության տարեկան ծրագրերը։ Այլ ինչ է տալիս սա օրինակ Հայաստանին, հա, որովհետեւ կարճ բան չէ, նաեւ ինչ որ եթե չեմ սխալվում համաժողովներ երակողմ անցկացնելու մասին, որոնք պետք է տեղի ունենային նաև Երևանում, հետո տեղի չունեցավ, ինչ կա այս ուղղությամբ աշխատանքներում։ Դե պետք է միայն ողջունել նման հարաբերությունները, նման քայլերը, իհարկե, որովհետև դա քայլեր են ճիշտ ուղղությամբ իմ կարծիքով։ Եվ այն, որ այդ կապերը, ռազմական դիվանագիտությունը եւ ռազմական կապերը Հունաստանի հետ, Կիպրոսի հետ, Ֆրանսիայի հետ, Գերմանիայի հետ, Միացյալ Նահանգների չեն խորանում, այստեղ հիմնական մեղքը ոչ թե այն կողմի վրա է, պարտների վրա, բայց Հայաստանի վրա, որտեղ Հայաստանը մնում է հապկի մաս։ Հայաստանը մնում է Ռուսաստանի ենթարկության տակ։
Եվ այդ վիճակում եւ դու մնում ես հապկում ուրիշ ռազմական ալյանսում մտածել, որ դու կարող ես ունենալ ավելի խոր հարաբերություններ ուրիշ երկրների հետ, արևմտյան երկրների հետ, Հնդկաստանի հետ, Ճապոնիայի հետ, Հարավային Կորեայի հետ եւ մնացածներ Ավստրալիայի հետ, դա մի քիչ սահմանափակ այդպես չի լինելու ժրայ։ Մենք դա մասին շատ ենք խոսել, մինչեւ դու մնում ես Ռուսաստանի ռազմական դաշնակից, բայց Հայաստանը այսօր մնում է Ռուսաստանի ռազմական դաշնակիցը։ Մտածել, որ արևմտյան երկրները, ՆԱՏՕ-ի անդամները կարող են քեզ հետ ունենալ հարաբերություններ ուրիշ մակարդակի վրա ռազմական հարաբերություններ, դա շատ սահմանափակ մոտեցում է։ Իրանք չեն գնալու այդ քայլերին։ Իրանք լուրջ զենքեր չեն փոխանցելու։ Իրանք լուրջ լուծումներ, ենթակառուցվածքային լուծումներ ռազմական չեն ունենալու քեզ հետ։ Իրանք չեն կազմակերպելու փոխհարաբերությունը եւ փոխգործակցությունը ուրիշ մակարդակի վրա։ Իրանք քեզ օգնելու են, ասենք, կրթական համակարգում, քոսպայերի պատրաստման հետ, ուրիշ ոլորտներում, բայց պետք է հասկանալ, մինչև Հայաստանը չլուծի իր խնդիրները, մինչև ինքը վերջ չտա իր ռազմական հարաբերությունները կապերի Ռուսաստանի Դաշնության հետ, երկկողմանի եւ ալյանսների միջոցով, սպասել մեծ կտրուկ փոփոխություններ ուրիշ երկրների հետ, ուրիշ ալյանսների հետ պետք չի։ Այո, ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ կարող ես ունենալ, արևմտյան երկրների հետ կարող ես ունենալ, բայց դա լինելու է մակերոսորեն հարաբերություններ, խորքային ուրիշ քայլի անցնելու չի լինելու ժրայ։ Եվ նորից եմ կրկնում, դա Հայաստանի իշխանությունների, Հայաստանի Հանրապետության ընտրությունն է։ Հայաստանը չի գնում խորացման։ Մենք չենք պատրաստ դրան, ոչ թե Հունաստանը։ Այդ համատեքստում տեսեք անոնսավորվեց, որ Ֆրանսիայի նախագահն է գալու է մի քանի օրից Հայաստան եւ ստորագրվելու է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական համագործակցության փաստաթուղթը, որը վերաբերելու է նաեւ պաշտպանության ոլորտին ու տեխնոլոգիաների ոլորտին, հա։ Այս դեպքում էլ էլի գործակցությունը լինելու է այնքանով, որքանով։ Իհարկե, դա մնալու է դեկլարատիվ ստորագրման փաստաթուղթ, կմնա ներեցեք թուղթ, մինչև Հայաստանը չլուծի իր խնդիրները։ Դա կնշանակի ցույց կտա աշխարհին, ցույց կտա, որ Ֆրանսիան պատրաստ է։ Ես ստորագրում եմ, որ պատրաստ եմ, բայց դու պիտի լուծես քո խնդիրները։ Անհնար է ունենալ լուրջ հարաբերություններ Ֆրանսիայի հետ, որը չավոք սրտի այն փոփոխությունները, որը մենք տեսնում ենք Արևմուտքում, Միացյալ Նահանգների, Եվրոպայի մեջ այդ խնդիրները, որ առաջացել են, Ֆրանսիան, Գերմանիան, Վելիկա Բրիտանիան դառնում են խիստ կարևոր, Մեծ Բրիտանիան, խիստ կարևոր իրաց դաշինքը, չէ՞։ Եվ այդտեղ ունենալ ուրիշ հարաբերություններ Ֆրանսիայի հետ ռազմական դառնում է խիստ կարևոր Հայաստանի համար, մեր եվրոպական ընտրության հետ քայլերով գնալու համար։ Բայց այստեղ նորից եմ կրկնում, մինչև Հայաստանը չլուծի իր ռազմական խնդիրները Ռուսաստանի Դաշնության հետ, չփակի այդ հարաբերությունները, դա կմնա ընդամենը պայմանագիր, որը չի գնում իմպլեմենտացիայի, քայլեր, որը պիտի տեղի ունենան այդ պայմանագրից հետո ռազմավարություն, ճանապարհային քարտեզ, ոնց քայլ առ քայլ կստորագրվի, Ֆրանսիան ցույց կտա, որ ինքը պահում է ու պահպանում է հատուկ հարաբերություններ Հայաստանի հետ, դրանով կօգնի մեզ դիվանագիտական ոլորտում, քաղաքական ոլորտում, բայց իրական ռազմական ոլորտում, ռազմակառուցվածքային, ռազմական կառուցման ոլորտում նորից եմ կրկնում, ներեցեք, ես մասնագետ եմ, սպասել որևէ լուրջ հարաբերություններ, ես նույն Ֆրանսիայի տեղ չեմ գնա, որտեղ վտանգավոր է ժրայր, դու չես կարող երաշխիքներ տաս, որ այն ինչ քեզ կփոխանցեն, վաղը Ռուսաստանը քեզանից տեղից չի վերցնելու, Հայաստանին չհարցնելով, որտեղ քո հարաբերությունները Միացյալ Ռուսաստանի Դաշինքի հետ մնում են ասիմետրիկ, ռազմական հարաբերությունները Ռուսաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության ասիմետրիկ են։ Դու ենթարկվում ես, հասկանում ես, այդպես է կառուցվել եւ այդպես է ձևավորված եղել։ Եվ մտածել որ Ռուսաստանը կընդունի եւ դու ունես Ֆրանսիայի հետ ուրիշ հարաբերություններ, երբ մենք փորձում ենք այդ քայլեր անենք, հիշեցեք Լավրովի հայտարարությունները, Պուտինի հայտարարությունները, մի մտածեք դրա մասին, Եվրոմիության մասին մտածելը մեզ համար սպառնալիք է։ Քեզ բացարձակ բարձ հրապարակորեն դրա մասին հայտարարում են ժիրայր։ Եվ այդ խոսքերը Ռուսաստանի կողմից պետք է լուրջ ընդունել։ Դա իրոք սպառնալիք է, որ Հայաստանի Հանրապետություն մի մտածի, որ դու կարող ես իմ ենթարկությունից դուրս գաս։
Եվ այստեղ դա կարելի է հասկանալ, որովհետև Հայաստանը ռազմական անվտանգության ոլորտում խիստ կարևոր է Ռուսաստանի Դաշնության համար, որտեղ Հայաստանի Հանրապետությունը վերջին տառն է երկիրն է, որը ցույց է տալիս Ռուսաստանի անվտանգության ճարտարապետությունը Կովկասին պահել կայուն վիճակում։ Երբ ինքը կորցնում է Հայաստանը, իր մոտ տապալվում է ոչ թե միայն հարավային Կովկասի ճարտարապետության կտորամտանգության ճարտարապետ, բայց բոլոր Կովկասի մա խնդրեմ ունենալու։ Այսօր արդեն հարցեր են հնչում հրապարակորեն, որ Չեչնիան այնքան էլ կայուն չի։ Հարաբերությունները Չեչնիայի եւ Ռուսաստանի մեջ այդքան էլ կայուն չեն, ինչքան կա, վաղը կարող է փոփոխություն լինի։ Ռուսաստանը կառուցել է Չեչնիան հզոր ռազմական ներուժով Եվ ինքը գիտի, որ ինքը չի կարողանալու վերահսկել այդ կառույցությունը։ Եվ կորցնում է Հայաստանը, ինքը կան Դաղեստանում խնդիրները, որը կա պատերազմ Ուկրաինայի հետ, որը Սևծովես կողմն է գալիս Կրասնոդարը, Սոչի, այդ ոլորտում ինքը կորցնում է Հայաստանը, տապալում է ողջ համակարգը ջրայր, ոչ թե միայն Հայաստանը։ Դրա համար Ռուսաստանի համար Հայաստանը խիստ կարևոր է։ Եվ դու դա պիտի հասկանաս քո հարաբերությունների մեջ պատրաստես եւ Հայաստանի դուրս գալը Ռուսաստանի Դաշնության երաշխավորման անձրևանոցներից, չգիտեմ խոսքերի կարելի չեմ ուզում հիմա փնտրացնել, դա լինելու է բարդ դիվանի գիտական, քաղաքական եւ ռազմական օպերացիա, որը պիտի ծրագրավորես, տնտեսական իհարկե։ Դա բարդ օպերացիա է, դա միայն հայտարարություն չի, ոնց ես դու փակում քո ռազմական հարաբերությունները Ռուսաստանի հետ, դու պիտի հաշվարկես եւ դիվանագիտական, եւ քաղաքական, եւ ռազմական, եւ տնտեսական, եւ լոգիստիկական պատրաստվես եւ հետո կայացնես, որովհետեւ մինչեւ դուրս չես գալիս այդ հարաբերություններից, դու չես ստանում հնարավորություն ունենալ ուրիշ հարաբերություն։ Այսինքն հարաբերություններից դուրս գալացելով դուք նկատի ունեք Հայաստանը դուրս է գալիս հապկից եւ վերանայում է Ռուսաստանի հետ պայմանագրերը։ Վերանայումից եւ Ռուսաստանի ռազմական ներկայացությունը, ռազմաբազան, սահմանապահները, մնացածները բոլորը հրաժեշտ են տալիս եւ դու ստանում ես երկիր, որտեղ չկա որևէ ուրիշ երկրի ռազմական ուժ։ Դու դառնում ես նեյտրալ այսօր, որովհետև չունես հնարավորություն միանալ ինչ-որ ռազմական դաշնակիցից, բայց դու դուրս ես եկել վերահսկողության տակից եւ ստանում ես հնարավորություն կողքերիդ նայել եւ սկսել կառուցել երկիր, անկախ երկիր, որը դառնում է արդեն հայակենտրոն, դու կենտրոնանում ես քեզ վրա, գիտես որ կա 27-9 քառակուսի կիլոմետր, որտեղ քո վերահսկողության տակ է, եւ սկսում ես այդտեղ կառուցել քո անվտանգության եւ պաշտպանության համակարգը, կառուցել քո տնտեսությունը, կառուցել քո երկիրը առանց Ռուսաստանի փաստորեն կամ այլ երկրի ռազմական ներկայության եւ ճնշման։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։ Զրուցակիցս ազգային եւ ռազմական անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանն էր։ Մնացեք առաջինի հետ, ես Ժիրայել Ոսկանյանն եմ։ Տարին ընդամենը մեկ անգամ իսպանական անսանձ ոգին ու գիրքը դառնում են ավելի մոտ իդեալ համակարգում։ Զգացեք իրական ռոդեոյի շունչն ու էներգիան 2026 թվականի իսպանական սալիկների բացառիկ հավաքածուներում։ Անկառավարելի ուժ եւ գեղեցկություն, որոնք վերածվում են կատարյալ ձևերի ու նուրբ ֆակտուրաների։ Ձեռք բերեք իսպանական բարձրորակ սալիկների լայն տեսականին, սկսած 1 քառակուսի մետրն ընդամենը 3300 դրամից։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ դեպի կատարելություն։